Մենք ոչ վախենում ենք, ոչ քաշում ենք, ոչ ենք թափ ունենք ասել։ Մեր ակցիաները շարունակվելու են, թե ճանապարհներ փակելով, թե սահմանային գծերը փակելով, նույնը շարունակվելու է։ Մինչև հասնենք արդյունքի։ Ոնց որ Կազախստանն անցե արդյունքի, նույն ձևի մենք պետք է հասնենք այդ արդյունքի։ Չհասնենք։ Նշեցիք, որ ձեզ ոչ մի պատգամավոր, թե իշխանական, թե ընդդիմադիր չուզել։ Այսօր այստեղ այդ պատգամավոր Հայաստանում։ Հա, ընդդիմադիր է։ Նա ճիշտ է խոսած մեր համար, բայց թե լիարժեք մեր համար ոչ մի բան չասեց։ Ճիշտ է կուրսի էր ասեց, բայց ասենք տես ասեց ոչ մի երկրի հետ չեմ խոսացել, ոչ մի հատ գործընկերոջ հետ։ Կառավարությունը պետք է անի, ինքը կառավարություն, ընդդիմություն իր հարցերը արձագանքեց գնաց, դա մեզ ոչ տակա, ոչ ծառը։ Մենք ոչ կառավարության հետ խնդիր ունենք, ոչ էլ ընդդիմության հետ խնդիր ունենք։ Մեզ դա մեր գործը չի, մենք չենք խառնվում։ Մենք հարկատու ենք մեր երկրից, մեր ղեկավարներից պահանջում ենք մեր հարցի լուծումը տա։ Հարկ ենք մուծում մեր երկրում, մեր ղեկավարից էլ պահանջում ենք մեր հարցերի լուծումը տա։ Ղեկավարից միջև գող կլնենք, եթե իշտեն իմի դրական պատասխան տան, 2 շաբթի օրվանից լուբոյ տղա կարողանա գնա ռեսի։ Միջև եք գոհ եք։ Միջև եք նորմալ գնացեք ելեք խնդիր չունենք։ Մեզ գոհ շնորհակալի հարց չի եղել։ Մենք ինչ հարց կա դրսում մենք լուծում ենք։ Մենք հիմա հակել ենք այն լուծումին, որ մեզ Ռուսաստան չեն թողում մուտք գործել։ Թե չէ մենք խնդիր չունենք, մենք սաղտեղ մեր հարցերը լուծում ենք։ Շաբաթներ առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում էր, որ որևէ նման խնդիր չի կարող առաջանալ ու այն, որ մենք առաջացավ։ Շաբաթներ առաջի Վերջի 3 օրվա մեջ ավելի ստացված Ես Վերջի 3 օրվա մեջ Նարինեն ուրա 3 օր առաջ եմ տվել այնտեղ։ ամեն օր 30-40 3 օր առաջ ապրեց են արել։ Հիմա ավելի բարդացել է։ Տղաներին տարել են 2 օր պայել են, հաշ չեն տվել։ 2 օր։ Որտեղ են պահել։ Իմիգրացիոն ցենտրում։ 2 օր հաշ չեն տվել տղաներին։ Մենք Տիկին Բեժանյանը ամեն ինչ անում է մեր համար, բոլոր հարցերի լուծումը, որ այս մեր բոլորի ում դեպարտացիային արեք, բոլորի թղթերը ուղարկի Մոսկվա։ Տիկին Բեջանյանն ով է։ Տիկին Բեժանյանը ինքը իմիգրացիոն հարցերի չգիտեմ ոնց է կոչվում։ Բաժնի ինչ-որ աշխատող Կառավարության հետ կապ չունի ինքը, չէ։ Ինքը տարվա սկզբին, ինքը պատմոլի ինչ-որ բան է։ Մասնավոր ընկերություն է։ Ընկերություն չի ինքը։ Իմիգրացիոն հետ հարցերով ինտերվյու է տալի բան։ Տարվա սկզբից ինքը հայտնեց, որ տարվա վերջ այս օրենքը մեր բեռնատար վարորդների վրա ազդելու է, մենք կանգնելու ենք։ Տարվա սկզբից ասել է այդ հարցի լուծումը, տարվա սկզբից պետք է ընդունենք։ Ինքն էլ է այդ օրը, որ մենք ինտերվյու ենք տալի, Տիկին Բեջանյանն էլ է այդ օրը ինտերվյու տվել մեր համակարգին։ Ում ոչ կա հեռախոսի մեջ մի հատ բացեք, թող տենան այս մարդիկ ճանաչեն։ Մենք ներգաղթություն ունենք, լավ ներգաղթություն ունենք։ Ինչքան վախտա չունենք։ Ազատել են։ Մենք չենք էլ ունեցել։ Ով է ասում, որ ունեցել ենք։ Մենք չենք Այդ մարդը իր տունը նստած աշխատավարձ է ստացել։ Կան մարդ կա հավաքված։ Թող մեկ ասի տեսել։ Կայնած որ խնդիրներ ենք ունեցել, մենք բոլոր հարցերը մենք ենք լուծել։ Մեր համար կառավարությունից այնտեղ հարց լուծող չի եղել։ Այդ մարդուն, որ անուն ազգանունով նստածել են այնտեղ, տավել լավ էր տանային իրանց տանը նստածներին, իրանց տանը մնար։ Դե հիմա տարել են, ազատել են Ասում եք գոհ ենք եղել միջև Ով է, այդպես ասող չի եղել։ Չի եղել այդպես մարդ։ 90 օր պլյուս ռեժիմի Ումից են գոհ եղել։ Ասենք որ գնում գալիս են գոհ են։ Կառավարությունից գոհ չի նշանակը, որ կառավարության այն ներկայացուցիչ ով որ այնտեղ եղել է գրածված։ Անոնց ներկայացուցիչ ենք ունեցել ժողովուրդ ջան, բայց կան վարորդ կան աղյատներ, ոչ ոք չի տեսել իրան։
Այդ տվյալ հանձնավորությանը աշխատավարձ են տալիս ու մեզնով չի զբաղվում, ինչ հիմար են տալիս։ Չի այդ խնդիրը օրինակ չի բարձրացել։ Մենք միշտ էլ ասել ենք, մենք միշտ էլ ասել ենք, միշտ էլ ասել ենք։ Առաջ արդեն Ամեն հանդիպման։ Այսպես խնդիրի առաջ ենք կայնել, ու այսօր խնդիրի առաջ Այսօր չունենք։ Այսօր չունենք 5 ամիս առաջ ունեցել ենք, բայց ուր է եղել։ Պլյուս ռեժիմն են այդ օրենքն են խստացել, հիմա արդեն խնդիրի առաջ ենք։ Իսկ 140 օրը մեզ բավարար է եղել գնալ գալու համար։ Եթե Հիմա մոտավորապես ինչքան օրվա ապրոստից զրկվել։ Իսկ 40 հոգից զապրետի դեպորտ են անում։ Ստեղ մենակ օրվա ապրուստի օրվա հացի հարցը չէ։ Նայեք, իշքան վարորդ կա հավաքված, էդի բազմապատկեք մեր 10 որ սաղ ճանապարհներին են։ Ամեն մեկ երրորդ վարորդ տունը դրե վարկ ավտոյի առոր կրնանա երեխու մեկը դոր հացը աշխատի։ Մեզ մարդիկ ստեղ կայնած սաղ այդ բանկերը վարկերը ամենամիջին կնի ավտոն $45,000 է։ Պատկերացնես că մինչև բանկին կփակվի էդի դառնագի $70,000։ Մարդ կա ստեղ ամիսը $2,000-ով վարկ ուզե, բայց եկես ստեղ կայնել է այդ դեպորտենողները բհմի իշ պետք է լինեն։ Դոնց մասին Ոեսի բոլորիս հարցն է, երգիրը, եթե տնտեսությունը չաշխատավ, ու կրնա շատ լավ ոստիկանություն էլ ունենա, բանագիր ունենա, բայել է պետք չէ դա ամեն։ 2-3 բեռնա փոխադրումը տեսեք, սպայքին կայնել է, իշքան կնային թանգացումները սկսեց աճել է։ Մենք ենք մի երկաթգիծ չկա, սամալյոտ չկա, այդ ֆուրերն են ապրանքը բերողը, տնտեսությունը ֆուրն է պայողը։ Դուք մի հատ մաշվեք, մի ավտոն տարվա կդրվածքով իշքան հարգուտ ուր կմուտը ես պետությանը։ Իշքան օգուտ է տալիս պետությանը, որնոր խոսքի իր այդ գումարով, այդ ամեն ինչով իրանց ընտանիքներին օգուտ է տալիս, չէ՞։ Բայց մի հատ հարց իրանք չկարողացան լուծել։ Բայց որևէ մի Ղազախստանը, Ուզբեկստանը, Վրաստանը այդ հարցը լուծեգը, բայց ինքը չի կարա լուծել։ Մեր խնդրանքը ուղղակի ունին բոլորին, մեր հավաքը չքաղաքականացնեն, մենք ոչ դիմություն ենք, ոչ ընդդիմություն, ոչ նախին, ոչ ներկա, մենք երրորդ դասարան ավարտած ֆուրի շոֆեր ենք, սաղ կյանքերի շոֆեր ենք եղել։ Մենք չենք ուզել ստեղ կա ընդդիմության դեպուտատ խոսա կամ ավականի խոսա կամ եսի միջ ընդդիմությունը նման լծակներ չունի այս հարցը լուծելու համար, մենք այդպես կդիտարկենք։ Կանգնելով, թող կանգնին, բայց չխոսան իրանց PR չենեն, իրանց խոսքի 26 թիվը չապահովեն։ Մեզի մենք կգտնենք մեր լծակ կառավարությունը ունի լծակներ, որ կրանա այս հարցը լուծե, խնդրենք կառավարությանը ու կպահանջենք, որ այս հարցը լուծի։ Մեր հարցը մի շաբաթ դրացավ։ Դե նոր պարոն Բաբոյանը եկավ երկու բարկոսած գնաց սպասենք իրան։ Նիստից հետո իջնելու եք։ Նիստից հետո հուսով ենք իջնելու են մեր հարցերը։ Ղազախստանում այս հարցը 3 օրում լուծել են մարդիկ։ Եվ մի ղազախական վարորդները կարգած։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, Դաշնության անդամ երկիր ենք, բայց իրավունք չունենք մուտք գործել։ Ում է հարցում էլ շատ ընձի հետաքրքիր է երևի բոլորին։ Ինչն է խնդիրը, որ թուրքական համարներով, թուրքական պասպորտով թուրքը կրնա ազատ մտնի Հայաստանի Հանրապետության տարածք ֆուրով, կատարե բեռնա փոխադրումներ։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքով բռա ու հայկական համարներով, հայկական անձնագրով ֆուրի շոֆերը չի կրնա մտնի Թուրքիա։ Ինչն է դոր պատճառը։ Շրջափակ ռուսական վարորդների համար դեպի Հայաստան մուտքը ոչ մի արգելանք չկա, ոչ մի ժամանակային ինչ-որ գրաֆիկ չկա, որ իրանց դրած։ Ես կան ժամանակ 1000 տարի ֆուր կքշեմ, չեմ իմացել միամ Ռուսաստանի քաղաքացի վարորդի Բագրադաշենի տամոշին դեպորտեն է ինչ-որ հարցի մամը։ Իրանք քանի օր ուզենան բայց երտաս լարսի տամոշի կուր օրը 15-20 շոֆեր դեպորտեն են նիզաշտո տերը։ Ամեն օր ավելանում է քանակը։ Երեք իրիկուն դաշը քնած տեղը տղեկի դռները ծեցել են, քնած տեղից հանետալ են 5 տարում սաղին դեպորտ են արել մարդկանց։ Թղթերն են ուղարկել են սաղի մոտ այդ թղթերը կա։ Մարդիկ քնած են։ Ինչ է նշվում։ 90 օրից ավել է մնացել։ Այդ 90 օրը, որնոր եղել է 180 օր, հիմա տարել է 90 օր։ Երեք իմ ընկերներին դադարք մեքենաներով կերտային Վլադիկավկազ երկաթ բառնային հետ կային, տամոշին անցել են Վլադիկավկազի ճանապարհին 3-ին էլ դեպորտ են եղել։ Ամենացավոտ խնդիրը մենակ Վլադիկավկազում են անում։ Ռուսաստանի ոչ մի տարած չկա, մտնում ես Վլադիկավկազ, դե անում են, բայց ոչ այդ կարգի, մենակ ուռուխի պոստը արդեն քան է վարորդի դեպորտ արի։ Գիտես ինչ ամենախնդիրը առաջացել։
Տամուրջին ասնելուց հարցնում ես մենք այս պրոբլեմ ունենք Ռուսաստանում։ Տամուրջ աշխատողն ասում է ձեր օրենքը ձեզի չի վերաբերվում։ Այսինքն դու ինչքան ուզում եք արագ մտեք դուրս գաք որպես բեռնափոխադրող։ Արդեն գայշտիկները կայացնում են միգրացիոն ծառայությունը կայացնում է խփում է ծրագրով 90 օրից ավել եթե մնացել ես այն արդեն քեզ 5 տարի։ Եթե մարդ կա որ 90 օրը չի նայեք բոլորին 40 օրից ավել մնացածներն արդեն 7 տարի է։ Մի օր էստակ դեպորտ է։ Ժամանակակում դե գրաֆիկը մի երեսը կազմի 20-25 օր։ Ոնց կարա խոսքի 8 ամիս այդ օրենքը ելած է 8 ամսվա մեջ էլ գումարը 25 օրը ինչքան կերնի 90 օրը անցավ, չէ՞։ Այստեղ բոլոր շոֆերներին է անցած է։ Որը սերտ դեպորտ է։ Բոլորին է խոսքի։ չեն ասում։ Ոչ 6 ամիս առաջ ասել են մեզ տեղեկացած են եղել մասին 6 ամիս առաջ։ Հարցը դրել են քննարկման, բայց լուծում չեն տված։ Սաղին իրազեկից տամոժին անձամբ ես հարցրել եմ, տամոժինը ասել է ձեզի չի վերաբերվի ու ազատ մտե ելել ենք, բայց այս մեր վերջի շաբաթվա ընթացքում որոշեցին որ ղազախներին, մեզի, վրացիներին կվերաբերվի։ 5 օր առաջ մեկ այդ խնդիրը չի եղել։ Բայց այդ խնդիրը հիմա Ղազախը լուծել է։ Ղազախստանի պետությունը լուծեց այդ խնդիրը։ Վրացիները լուծել իր խնդիրը։ Բայց հələ մերին սպասենք, առաջ լուծել։ Պայմաններով 20 օր հետո Լարսը եթե ձունը դրեց, մենք ստիվաս չուզենալով դու գնալու ես ընդ մնաց 20-ից 25 օր։ Դու ուզենաս թե չուզես եղանակային պայմաններով։ Այս այն սահմանը չի որ կրուլի տարին աշխատում է։ Էստե սաղնել, էստե աշխատողներ սաղնել ուզում են որ իրանց ռեսը մի շաբաթ տևա կամ 90 մեջ գերազանցի։ Խնդիրի չկա։ Էսա ասում ես Ռուսաստան 1500-2000 մեքենայի անդեկայնացես 5 օր առաջ։ Էսի հերթն է Ռուսաստանի։ Շո, այդ հերթը գնաց 10-ից 15 օր։ Խնդիրների կպահել։ Նայեք, էլեկտրոնի հերթն է։ Նայեք, էլեկտրոնի հերթն է, նայեք քանի մեքենա է։ Էստե ավտոմատ ու այս պահը արդեն ուզաշտած 10 օր կային։ Ռուսաստանից կալացողը դեպի Հայաստան։ Նայեք, էսի գրանցվածն է, երբ են գրանցվել 16-ը 10-րդ ամիս։ Ու 19-10-րդ ամիս 10-ից մինչև 14-ը եթե ինչ-որ խոչընդոտներ չյանի պետք է տամոժնի ասնի։ Արդեն 4 օր այդտեղ սպասեցել է։ 1455 մեքենային մի շաբաթ պետքա որ ինքը ընդամենը սահմանացի մի շաբաթվա ընթացքում։ Եթե մի մարդ խոսքին գնացել է, գիտեմ Ուֆայից է բեռը բարձր արեց 20 օր, ռեսը 25 օր։ 3 անգամ էս մարդը գնաց եկա, մինչև մայիս սահմանը փակվում է։ Բեն մնացած ամիսները ոնց անում այդ մարդը։ Ստե շատերը բեռերը բարձած կայնած են այս պահին բաժի գիտեն։ Այդքան թե տանեն բեռը հետ դատար։ Գիտեք, այս մարդկա պամիդորա բարձած, վարունգ են բարձած, խաղող են բարձած։ Ոնց կերնա աշխատի մասամբ 50%-ով մասամբ։ Երբ որ ընդհանրապես ավտո չեղնի է Ռուսաստան։ Մտար բարձր, ֆռացիր ելար։ Всё։ Այդ սաղ աֆորմիտ, մաֆորմիտ ձևակերվում եղնի խոսքի մեջ անվան տասկում կրնանան պես բայց չի եղնի, բայց չի եղնի պես Ֆիտոյ համար ես կայնում եղանակը ես քեզի բացատրում եմ եղանակը 10 օր հետո Լարսում ձունը դրեց մի մետր եթե ձուն եկա վրացին հետի մաքրում է 15 օր 15 օրվա մեջ հերթնում է 5000 ավտո արեց 35 օր որ չես կարար ընդել ախպրս ոնց այդում ռուսն էթում է վրացին էթում է Սկան շոֆեր է Հայաստանի Հանրապետությունը Գևջան մի րոպե Սկան շոֆեր ունենք Հայաստանի Հանրապետությունը ասենք սաղին դեպորտ արեցին այդ տնտեսությունը ոնց պիտի Գործե Հայաստանի Հանրապետության մեջ չի կարա, չէ։ Այսօր ով պիտի բացի այս շոֆերներից ով կարա խոսքի իրանցից կարան էլի նստի ֆուր քշեն, այստան է տնտեսությունը բերեն որ իրանց երեխաները պահեն։ Ով կարա, չի կարա, չէ։ Բայց Հայաստանը էլ Ասենք սկանի դեպորտ գնաց, սա Հայաստանը գնաց։ Այս շոֆերները գնացին, ով պիտի պահի այդքանին։ Եղավ տնտեսությունը փակվավ։ Եղավ որ այդ հացը, այդ ցորենը չմտավ Հայաստան, հացը տարավ 100-ից 500 դրամ։ Ինչ էդիկ հաճելի է։ Այսօր իրանց հացը չկերան, կամ այդ ամեն ինչը չկերան։ Ասեցին է կբերեց հավը տանի, մետ ասեցին է, արդեն թելադերվող երգիր կդառնաս։ Անկախ պետություն ենք, պիտի թելադերվինք, հա։
Եթե մենք գնացին ոչ մի ազգեր Հայաստանի բերելը չի բերում, սա ճամփեքներ փակելի է։ Ես չեմ հետա բանկին ամեն ամիս 700,000 դրամ թողտամ ասետնի իմ համար չորեն բերի։ Կամ վրացին ու թուրքը աշխատի։ Խաղը, կամ այդ ծիրանը, կամ այդ դեղցը ամեն ինչ էր մեր մտերքը, գյուղ մտերքը ում պիտի տանի տա։ Այսքան ժողովուրդը մեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդքան գյուղ մտերքը կնա օգտագործել չի կարա։ Պիտի արդահանե, չէ՞ որ այդ գյուղացին է ապրի։ Այդ գյուղացին էլ է, չէ՞, այդ հողին հարկու դա։ Ամեն ինչը շղթայական է, նայեք։ Այդ շղթանը կապեց ինքը չի գործարանը։ Խաղողը չի տունե, պատճառն ինչ է, եթե այդ խաղողն տունեմ, հերոստացույցով ցույց կտային։ Կայնակ ու գինի հանեմ, եկու ծերուսը չի առնի այդ կայնակն ու գինին, խնդիր ունի վաճառքի, չէ։ Դոր համար չի տունե։ Տեսեք, շղթան ուրդուս կֆեռակու կա։ Հիմի այստեղ գտնվող բոլոր վարորդների մուտքի արգելք կա, հա, բոլորը դեպի։ Եթե գնացինք բոլորին եք եղն, բոլորի 90 օրն էլ լրացան։ Բարձած կանց են մարդիկ միշքը բարձած էս կային միշքը փճանում է, բայց Կայնակը որ եկնում է Հայաստանի գնաց, Լարսուն տարան մի վարքյան շեմփով դեպի տեսախցիկները։ Լարսուն տարան ստուգման։ Միջև տանում են, բերում են անալիզ։ Միջև 60 օր, չէ, 60 օր էլ տևում է։ Այդ վարորդը որ մնաց ընդ է։ 60 օրը իր քնեց ավտոյի մեջ այնտեղ Լարսի տամոզի։ Ես բրծավ այդ 90 օրը։ Ինչ անել այդ 60 օր այդ մարդը մենակ 60 օր մենակ այնեց ընդ է։ Եկա որ հարցի լուծում չեղա։ Իմ 94 օրը լրացել, հա, որից 47 օրը ես Վլադիկավկազի փողոցներում եմ անցկացել։ Հերթերի մեջ։ Գիտեք, շատ հարցեր կա, որ պետք է քննարկվի, շոշափվի, ուղղակի ինչ ասած հայ խայսյատ է, չէ՞, տանակ ոսկորնի կասում։ Մարդիկ ոնց գասեն տուն այդ մեքենայի վրա սարսը։ Բոլոր ազգի հարցն է սա։ Սա հիմա ազգի հարցն է, որ այսքան մարդիկ այդ եղածը չբերեն, սա ազգի համար ծանր հետևանք է լինելու։ Վրաստանը կամարվի տրանզիտ երկիր։ Մարդիկ կոնյակը բարձրացկերտան Վրաստանով անցնելու, չի թողնա իր երկրով անցնեն, տանին մուշարում կվերցնեն։ Ու հարց չկա տվող, իր ինչ գործն է, նր մուշարում կարող է վերցնել սպարող երկիրը։ Որ կասնի։ Տանինը մեքենան կեզի, փողեր կվերցնեն, օրինական եւ անօրինական ճանապարհներով։ Տանինգը նմուշ արման, իրանք կորոշեն հետ դարձնեն, թե չդարձնեն, ու չկա այդ հարցը տվող Վրաստանի կառավարությանը, դու ով ես, ում շունն ես, որ հայկական ֆուրը քեզի կմուծե 355 լարի տրանզիտ որպես պետություն, կասիկ ու երկրով, այդ Վրաստանը շատ սենք ըմպես պետությունը, որ իրա ճանապարհն իրան կպայել, այդ տրանզիտը չեղնի ինքը չի կրնա գոյատևե, ու խոսքիմ տանինգը կան ֆուրերը փայենգը քեզի հետո կմտածեն, ետ դարձնեն, թե թողնա ներտա Ռուսաստան ու ինչն է դա ամենի պատճառ։ Կամ էլ փողը տվեք գնացեք։ Փողը տալիս ես արդեն բացա։ Եթե դու տրանզիտ պետություն ես, քու տրանզիտիդ համար կմուծեմ որ ես անցնեմ։ Ներկայային Քու ինչ գործը դե կոնյակը որակով է թե անորակ։ Տեսօգնել են սա։ Հե ածուխը 1500 մի ամիս առաջ ածուխը Հայաստան գալիս էր առանց խնդրի, բայց խի եմ ածուխի համար պետք է գամ փող տան որ անցնի Հայաստան, գազը նույն, պեսոկը նույն։ 10 ամիս մեքենաս կայնել է, ամիս մի անգամ էքսպերտ են ուղարկել։ Օրերս պրծա, բայց ինչ անել։ Վերջում էլ ասել են հետ գնա բեռով Հայաստան։ Իսկ ինչքան ժամանակ է որ այս խնդիրը կա։ Այս խնդիրը արդեն ակի ժամանակ է, նոր չի առաջացել։ Մեր 90 օրինը կոնկրետ էս մեր շաբաթն է, որ շատ խիստ ձևի կպաճեն վարորդներին, շատ խիստ ձևի։ 3-4 օրվա մեջ, որքան է օքե արդեն դեպորտ են։ Այստեղ մարդիկ են կամ որ արդեն մի դեպորտ արած է։ Ինչ անես։ Այնտեղից ինչ որ պատճառաբանություն, մեկնաբանություն դարձան ինչի համար։ Չէ, չեն ասում։ Ոչ մեկը քեզ բավարար պատասխան չի։ Հարց տալիս ես չեմ պատասխանում։ Գնացել եմ ռուսը, հետ եմ գալիս, ինձ մեքենաս թողել են։ 5 օր է մնացել, ասում ախի է շուտ հետո։ Ասում եմ հետ եք ուղարկում, ոնց 5 օրվա մեջ է, չէ՞ թե Հայաստան։ Այդ մի անգամ հետ եմ գնացել։ Սաղից հարցերն է, որ լուծում գտնեն, բոլորս էլ այդքան կանք, աշխատենք։ Իսկ այս իրավիճակում ամենամեծ մեղավորում եք համարում այսինքն։ Չեմ կարող ասեմ, պատասխանող ղեկավարությունը պետք է հարցերը զբաղվի։ Ես ոչ մեկի չեմ կարող մեղադրել։ Ո՞ւմը մեղադրել։ Ղեկավարություն մարդ ունենք,
Թող այս հարցը զբաղվի։